Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն։ Սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցել եմ վերլուծաբան Էդուարդ Սարիբեկյանի հետ, շնորհակալ եմ պարոն Սարիբեկյան մեր հավելությունելու համար։ Այդ հանդիպումից հետո չենք զրուցել Շարմ el-Շեյխի հանդիպումից հետո եւ այո, այնտեղ տեղ ունեցավ այսպես կոչված խաղաղության գագաթաժողով Տրամպի հրավիրված։ Հետաքրքիր է, որ այդ գագաթաժողովում ստորագրվեց իբրև թե առանց Իսրայելի եւ Համասի մասնակցության ստորագրվեց շատ նշանակալից փաստ։ Եվ այդ նշանակալից փաստը նշանակալի լարավ նրանով, որ երեք Իսրայելը 83 ավիահարված հասցրեց Գազայի հատվածին։ Սա ինչ էր, սա աշխարհաքաղաքական շոու էր եւ հետաքրքիր է այստեղ նաեւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը գնացել էր, որ ինչ աներ կամ իր հետ մենք դա դիտարկենք Նիկոլ Փաշինյանի մասնակցության տեսանկյունից։ Չէ, դիտարկենք նախ աշխարհաքաղաքական որպես շոու բեմականացում, որտեղ իսրայելական ավիահարվածներ ցույց են տալիս, որ ոչ մի խաղաղություն չկա, եւ երկրորդը ինչու էր գնացել Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, իմ դիտարկումները ընդհանրապես մեր վերլուծական դաշտի մասնակիցների դիտարկումները ցույց են տալիս, որ միայն այն հանգամանքը, որ Իսրայելը եւ Պաղեստինի ներկայացուցիչները չէին մասնակցում այդ գագաթաժողովին, Շարմ el-Շեյխի, արդեն կարծես թե ոչ մի բանի մասին էր։ Իհարկե, կարող ենք մտածել, որ Իսրայելը բավական կորցրել է իր սուվերենությունը, Պաղեստինի մասին դե բնականաբար չենք էլ խոսում, ու աշխարհի գերհզոր տերությունները կամ գերհզոր ղեկավարները կարող են իրենց թույլ տալ առանց նրանց ներկայության նրանց վերաբերյալ որոշումներ կայացնել։ Դա նորություն չէ, արդեն մի քանի տարի, օրինակ, առանց Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների կամ առանց Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների գործուն մասնակցության Հայաստանի վերաբերյալ որոշումներ են կայացվում աշխարհի տարբեր բևեռներում, ուժային կենտրոններում եւ այլն, հա, դա մեր համար նորություն չէ, փաստորեն դա եւս մեկ անգամ արդեն կրկնվեց Շարմ el-Շեյխում։ Եթե նայենք ամբողջ պատկերին, որ տեղի էր ունենում Շարմ el-Շեյխից առաջ, Շարմ el-Շեյխի ընթացքում եւ Շարմ el-Շեյխից հետո, ես հակված եմ դա անվանել Թրամփի ինքնագովազդի արշավի հերթական հանգրվաններից մեկը, որովհետև եթե տեսնենք, թե ինչ որոշեցին Շարմ el-Շեյխում եւ ինչ ընթացք է ստանում այդ որոշումը կամ այդ որոշման որոշ կետերը, հակված եմ, դա այնքան էլ իմ հեղինակային, այսպես ասենք, եզրակացությունը չի, բայց այնուամենայնիվ ես հակված եմ մտածել, որ նման գագաթաժողովներ, նման բարձր մակարդակի հանդիպումներ, ստորագրություններ, տարբեր, ես սիրում եմ կրկնել այդ տերմինը, հա, արդեն իմ համար ձևավորված, տարբեր գարաժներում խաղաղություն հաստատելու նրա այդ բոլոր ակցիաները, ընդամենը նրա համար ինքնագովազդի միջոցներ են, որովհետև Թրամփը լինելով որպես առևտրական, որպես գործունյա մարդ, գործարար մարդ, որպես գործարքներ կնքող մարդ, ինքը հետամուտ չի, այսպես ասենք, բացասական նշանով պրոյեկտներին։ Եթե տեսնում է իր մոտ դա չի ստացվում, ինքը դա թողնում է, անցնում է ավելի հեռանկարային պրոյեկտի, որը իրեն կբերի ավելի մեծ հաջողություն կամ գոնե ձախողում չի բերի։ Օրինակ, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հետ նրա ստորագրած այդ ամսի 8-ի հայտարարագիրը կամ հռչակագիրը եւ այլն, բառացիորեն առ-ոչինչ է, եթե հաշվի չառնենք, որ բացի
իրենից արդեն ոչ մեկ դրա մասին չի մտածում ստորագրող կողմերից։ Իհարկե ինքը չի ստորագրել, ինքը ընդհանրապես վկան էր դրա, ինքն հաստատեց, ասաց, որ ինքը մաս չի կազմում դրան, այլ ընդհանրապես դրա վկան է, նույնիսկ ոչ էլ երաշխավորը, բայց օրինակ Ադրբեջանը հենց առաջին օրվանից տորպեդահարում է այնտեղ ստորագրված դրույթները կամ այդ դրույթների պայմանները, իսկ Նիկոլ Փաշինյանը անընդհատ փորձում է կարծես ռեանիմացիա անել հենց առաջին վարկյանից հետո ծնվելուց անմիջապես հետո մեռած այդ նորածնին Շարմ el-Շեյխը հենց այդ, այսինքն Թրամփը կարողացավ Շարմ el-Շեյխում գալ իր ամբողջ այդ շարմով, հա, կներեք տավտոլոգիայի համար, իր ամբողջ շարմով, իր ամբողջ վճռականությամբ, իր ամբողջ ուժով ու փառահեղությամբ, հա, այսպես ասած, գալ այդտեղ ցույց տալ թատրոն, գնալ, ինչ որ բաներ գրել, դրանք թողել սեղանի վրա, հետո ասենք այնտեղ ովքեր են Անգլիայի Մեծ Բրիտանիայի առաջվա վարչապետը Թոնի Բլերը, այն մյուսը, տղեր դուք ձեր համար որոշեք, բայց Թոնի Բլերը հələ պետք է հասնի մի վարքյան, դուք ձեր համար որոշեք, բայց այն խորհուրդը որ կա, այն կառույցը որ կա, որ նախագահն ես եմ, այսինքն հələ փորձեք մեկը մի հակառակ բան անել այս պայմանավորվածությունների համատեքստում, որը ինձ հետ չհամաձայնեցնեք։ Այսինքն ես եկել եմ այստեղ շատ կոպիտ արտահայտություն ու համեմատություն պետք է անեմ, շները որ փողոցով քայլում են ու ասենց ասենք նշաններ են, չէ՞ թողում։ Մի ոտը բարձրացնում են, ծառետակ նշան, այս իմ տարածքն է, կամ մի ժամանակ բան կար, որ կտրոններով հաց էին տալիս վաճառում Հայաստանում 90-ականների սկզբներին, մարդիկ գալիս են հերթում իրենց տեղը քար էին դնում, որ առավոտական այդ քարի մոտը կանգնեն, ասեն ես իմ դրած քարն է։ Այսինքն ինքը իր տեղը արեց, ինչ որ իրեն հետաքրքիր էր, ինչ որ իր իմիջին, ինչ որ մի այլ տեղ, ինչ որ գործողությունների համար դիվիդենդներ հավաքեց ու գնաց։ Հիմա ինքը այնտեղ պատերազմ կլինի, есть ли жизнь на Марсе, нет ли жизни на Марсе, науке это неизвестно։ Ու արդյունքը մենք տեսանք, ընդամենը մի շաբաթ հետո Գազան նորից ռմբակոծվում է Իսրայելի կողմից մանավանդ, որ ոչ Իսրայելը, ոչ Համասը, որևիցե բանի տակ կարծես թե չեն ստորագրել ու դա ոնց որ իրենց մասին էլ չի։ Իրենց չեն հրավիրել, իրանք եղել են կուլիսներից են կողմ։ Ու գուցե Նիկոլ Փաշինյանն էր Համասի փոխարեն։ Այ Նիկոլ Փաշինյանի ու նմանների, այնտեղ Նիկոլ Փաշինյանի նման մի քանիսը կային։ Ներկայությունը շատ ավելի հետաքրքիր ու շատ ավելի այսպես գունազարդ է։ Հիշում ենք, չէ՞, ասենք։ Տեսեք, այն դրվագներում որտեղ Թրամփը Ալիևին ասում է ուր է քո հայրենակիցները, նկատունելով Նիկոլ Փաշինյանին, այն դրվագում որտեղ Թրամփը անտեսում է Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը գնում հիշացնում է թե ինքն ով է։ Այո, հիմա այս ընթացքում շատ ներողություն հարցը ձևակերպել, շատ վերլուծաբաններ էստեղ ձեր տեղում նստած են եղել եւ ասում են, որ դրանով Թրամփը ցույց է տալիս, որ Ալիևն է ասողը եւ դրա համար է Նիկոլ Փաշինյանը դարձել Ալիևի հայրենակիցը։ Դուք ինչ կասեք։ Ես դրան նայում եմ սկզբունքորեն համաձայն եմ։ Այսինքն այդ երրակողմ հարաբերություններում Թրամփ, Ալիև, Փաշինյան սկզբունքորեն համաձայն եմ։ Բայց Նիկոլ Փաշինյանի, Ալիևի եւ էլ այնտեղ մի քանի երկրների ղեկավարների պարագայում մի կարճ էքսկուրս, օրինակ Բեհեստոնյան արձանագրությունների մասին մենք շատ գիտենք, չէ՞։ Որտեղ ասենք այլ թագավորների, պարտված թագավորների շարքում նշվում էին մեկը, մյուսը, երրորդը, չորրորդը, հինգերորդը։ Հռոմեական կայսրերի տրիումֆները պատերազմներից հետո, երբ որ Հռոմ էին մտնում մարտակառքով ու իրենց հետևից գալիս էին իրենց կողմից պարտության մատնված երկրների արքաները, իշխանները, նրանց ընտանիքի անդամները, պատանդները, գանք ավելի մոտ մեր ժամանակներին 19-րդ դարի վերջին 19-րդ դարի կեսերից մինչև գրեթե 20-րդ դարի սկզբները ահագին մինչև երկրորդ տասնամյակ, երրորդ տասնամյակ աշխարհում կար մի հետաքրքիր երևույթ, կոչվում էր, այսպես մեղմ ասեմ, տգեղների կրկես։ Փորձարար ճարպիկ մարդիկ աշխարհի տարբեր երկրներից, տարբեր քաղաքներից, տարբեր ժողովուրդների ֆիզիկական արատ ունեցող բորոտների, չգիտեմ, ռախիդների,
կոլոտների, բոյովների, չաղերի, նիհարների, հա, այդպես հավաքում էին ու տանում էին խոշոր քաղաքներում Եվրոպայի, Ամերիկայի փողով ցուցադրում էին։ Նիկոլ Փաշինյանի, անձամբ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի եւ էլի մի քանի այնտեղ գտնվող երկրների ղեկավարների պարագայում դա շատ նման էր հենց այդ ուռոդների, այդ տգեղների թատրոնին, որ տեսեք, ես հիմա եկել եմ այստեղ խոսելու խաղաղության մասին, մի խաղաղություն կամ մի գործընթաց, որը խորապես ուսումնասիրված չի իմ կողմից, խորապես վերլուծված չի իմ ապարատի կողմից, բայց ինձ պետք է շտապ այսօր էլ ինչ-որ մի գարաժում խաղաղություն հաստատել, ես ձեզ հիմա բերում եմ ակնառու, որ դուք տեսնեք կա այսպիսի մեկը, որ իր ժողովրդի հարյուրամյակների ու հազարամյակների պայքարը հեշտությամբ արդեն հանձնել է, ու նա դեռ կա, ու նա դեռ իշխանություն ունի, ինչն է ձեզ խանգարում, որ դուք էլ սրա նման վարվեք, այդ տեսեք, Նիկոլ Փաշինյանը ձեզ օրինակ, հասկանալի է, չէ՞։ Ես այդպես եմ մտածում, բայց այն ինչպես իրեն պահում է Նիկոլ Փաշինյանը, դա արդեն ամոթալի չէ, ես չեմ ամաչում Նիկոլ Փաշինյանի համար, ես զզվում եմ այդ պահելաձևից, նրա պահելաձևից, որ տեսեք նույն վիճակում Ալիևն է, չէ՞, նա էլ ասում է, տեսեք, Ադրբեջանի ես շատ գիտեմ կամ չգիտեմ Ալիևի անունն էլ բայց Ալիևը չի գնում ներկայանալու բայց Ալիևը չի գնում ասի գիտես ես այն տղեն եմ ես այն Ադրբեջանի նախագահն եմ այդ մարդը գոնե իրեն պահել գիտի այդքան ստորաքաշություն ցույց չի տալիս գոնե էկրանների բայց փոխարենը Շարմ Շեյխում եւ ընդհանրապես Հայաստանից դուրս դուք հիշում եք չգիտեմ այդ հարցը քննարկել ենք թե ոչ Դուշանբեում էլ բավական ստորացվեց իհարկե Լուկաշենկոյի կողմից եւ այնտեղ այստեղ Հայաստանում առյուծ կտրող, պատերին ծեփող, ասֆալտին փռող հսկա ջարդող վիշապ կերտող, այո, այդ Նիկոլ Փաշինյանը ծպտուն անգամ չհանեց Լուկաշենկոյի դեմ, լավ խոսում էիր, բայց այստեղից հաթաթաներ էիք տալիս Բելարուսիային, չէ՞, բա գնայր այնտեղ, բա գնայր մի Լուկաշենկոյի օձիկից քաշիրեցիր, ոնց թե տեղ չունեն գնալու։ Հենա Եվրոպան մեզ սպասում է։ Եվրոպան մեզ սպասում է, ավելին, ես ասել եմ, որ ոչ մի պաշտոնյա Բելարուս չի մտնելու։ Ես ոչ մի շփում չեմ ունենալու Բելարուսի հետ, Հայաստանը ոչ մի շփում չի ունենալու Բելարուսի հետ եւ այլն, քանի ես վարչապետ եմ։ Բայց դու ինքդ գնում ես նախ հիշեք Մայիսի 9-ի շքերթը, այս տարվա մայիսի 9-ի շքերթը, կարծես մի կախարդական փայտիկով կամ մի ինչ-որ հանճարեղ ռեժիսորի ռեժիսուրայով տրիբունայում Նիկոլ Փաշինյանն ու Լուկաշենկոն իրար կողք էին նստած։ Հիշում եք այդ պատկերը։ Այդ Նիկոլն են իր բանով, գլխարկով։ Ու դրանից հետո բոլոր ես ուշադրություն եմ դարձնում բոլոր այդպիսի միջոցառումներ, որտեղ մասնակցում են Լուկաշենկոն ու Փաշինյանը, կարծես մի չար դիտավորությամբ Լուկաշենկոն ու Փաշինյանը անընդհատ իրար կողք են։ Անընդհատ ստորացնում են, անընդհատ ստիպում են, որ նա ներքուստ բողոքի կամ ներքուստ նեղվի նրանից, որ ինքը չի կարողանում պոկվել Լուկաշենկոյից, ինքը անընդհատ գտնվում է Լուկաշենկոյի ստվերում։ Դեռ թողնենք Լուկաշենկոյին։ Երբ որ դու Ադրբեջանի նախագահի հետ գտնվում ես նույն հարթակում, նրա հետ սուրճ ես խմում, նրան հրավիրում ես սուրճի, նրա համար սուրճ ես դնում, հա, այսպես պատկերավոր ասած, նրա հետ ինչ-որ հարցեր ես քննարկում, ու անմիջապես դրանից հետո, երբ որ քո ելույթի ժամանակն է գալիս, ու դու այդ հարթակի մյուս մասնակիցներին հոգում ես Ալիևի վարքագծից, դա ուղղակի չեմ պատկերացնում, ինչ հոգեբանական կամ հոգեկան վիճակում պետք է լինի մարդը, որ այդպես վարվի։ Լավ, եկավ Հայաստան եւ բռնությունները, հետապնդումները շարունակվեցին եկեղեցու շուրջ։ Հիմա այսքան ժամանակ հետաքրքիր է մի դեռ երբ նոր էր սկսվել եկեղեցու դեմ ուղիղ արշավանքը Նիկոլ Փաշինյանի կողմից, շատ կարևոր գնահատական տվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանց այստեղ մեր տաղավարում նստած, երբ շատերը ասում էին, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող եկեղեցու վրա այսպես լուրջ արշավանք կազմակերպել, չի ստացվի իր մոտ, նա ասաց հետևյալ միտքը, որ
եւ այդ ընդդիմախոսները ինչ ասում, Պարսից շահը չի կարողացել ան թուրքական սուլթանը չի կարողացել, Սուրենյանց հետաքրքիր միտք է, որ ի տարբերություն Պարսից շահի եւ թուրք սուլթանի Նիկոլ Փաշինյանը հանրության ընկալման մեջ մերոնցից մեկն է, մեզնից մեկն է, այ ներսից է եւ այ ներսից հարվածը կարող է եկեղեցու համար հետևանքներ ունենալ։ Հիմա տեսնում ենք մարդը արդեն երրորդ սրբազանին արդեն բանտարկել է, այլ հոգեվորականներ կան բանտված, արդեն ակնարկում են, որ կաթողիկոսի դեմ են պատրաստվում քրեական գործեր հարուցել եւ այս ամեն ինչը մատից ծծած ինչ-որ ինֆորմացիաների հիման վրա։ Այնտեղ ինչ-որ հոգևորական ասում է, որ կաթողիկոսը իրեն ասել է գնա Նիկոլ Փաշինյանի դեմ հանրավակի։ Ինչ-որ մեկը կաթողիկոսի անունից ինքը ասում է, որ կաթողիկոսն է իրեն ասել, բայց դե ուրիշ հարց էլ կա։ Ես կարող եմ ձեզ ասել մի բան, դուք դա կարող եք ընկալել ուրիշ ձևով, ասիկան այստեղ կաթողիկոսի ուղիղ խոսք չկա։ Եկեք առանձնացնենք իրարից խնդիրները։ Բայց հասկանալի է, որ իրենք սա անում են, որպեսզի քրեական հետապնդում սկսեն։ Եկեք առանձնացնենք իրարից։ Եվ այդ ժամանակ մենք աշխարհում իրականում խայտարակ կլինենք։ Մենք արդեն եղել ենք։ Ինչու։ Որովհետև երբ որ գնում եք fast food-ի, ասում double տարբերակ եք, մենք double խայտարակ կլինենք եւ բաներով։ Այո։ Այն հանցակազմը, որը փորձում են ներկայացնել այդ ձերբակալությունների ու կալանավորումների տակ, բոլորովին վերջերս Վենետիկի հանձնաժողովից եկավ մեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի, եթե չեմ սխալվում, դիմումով քննարկման պատասխանը, վերլուծության պատասխանը, որ նման դեպքերում չկա այն հանցակազմը, որը դուք դնում եք այդ ձերբակալությունների ու կալանավորումների տակ։ Ավելին, դա վերաբերում է պետական պաշտոնյաներին, նրանց պետական ծառայողական պարտականությունները կատարելուն զուգահեռ կամ կատարելու ընթացքում կամ դա չարաշահելով եւ այլն, իսկ հոգեվորականությունը հասարակական գործիչները չեն մտնում դրա տակ։ Ավելին, այդտեղ ոչ մի բան չկա։ Դա եթե այդ ամեն ինչը մենք, ես իհարկե իրավաբան չեմ, բայց այսպես եմ հասկանում, եթե մենք փորձենք դրանով ճնշել ցանկացած խոսք, ցանկացած գործողություն կամ ցանկացած արարք, այդ նշանակում է հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները ուղղակիորեն զրկված են իրենց իրավունքները հանրահավաքների, զանգվածային գործողությունների, խաղաղ գործողությունների միջոցով պաշտպանելու։ Ցանկացած համերգ կարելի է դրանով խափանել։ Չմոռանանք, որ որովհետև այդ համերգին մարդկանց կանչելու համար գովազդային արշավ է կատարվում, ծախսեր են կատարվում, տարածք է վարձակալվում, փող է ծախսվում, որտեղից է փողը եւ այլն։ Չի կարելի այդպես։ Դա մի ասպեկտն է։ Ինչ վերաբերում է հենց կոնկրետ եկեղեցու նկատմամբ, նախ ճիշտ են ու համաձայն են բոլոր այն մտածող մարդկանց հետ, որ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին այսօր մնացել է հայ ժողովրդի միակ դեռևս կանգուն հենասյունը, որը դեռ մեզ պահում է մեր հայրենիքի սահմաններում, մեր հայրենիքի պաշտպանության, մեր անվտանգության պաշտպանության հեռանկարով, ցանկություններով, իղձերով եւ այլն, մեր ավանդական արժեքները, մեր մշակութային արժեքները եւ այլն։ Վերջինն է, որը Նիկոլը ամենքերբ ուզում է քլունգով ջարդել։ Երկրորդը, գործելով հայ ժողովրդի վերջին կանգուն հենասյունի դեմ, Նիկոլ Փաշինյանը ծխածածկույթ է ստեղծում իր այլ դավաճանական գործողությունների համար։ Ես օրինակը բերեմ, երբ ձերբակալվեցին Միքայել arczepiskopos Աչապահյանը եւ Բագրատ Սրբազանը, այդ աղմուկի տակ ծնվեց եւ դարձավ ստորագրություն օգոստոսի 8-ը Թրամփի միջանցքը կամ Թրամփի ճանապարհը, ինչքան էլ մենք դրա անուն ուզում ենք գարշոկ կամ կալոշ տնենք, դա միջանցք է։ Բոլորն են դրա մասին խոսում որպես միջանցքի, չգիտես ինչի Նիկոլ Փաշինյանն ասում է այդ մեր տանձին չի, բայց մենք դրան արդեն անդրադարձել ենք։ Հիմա ախր մենք հաղորդման սկզբից որոշել ենք հնարավորինս լուրջ քննարկման մեջ տանել, բայց հիշեցրեցիք հայտնի այն պատմությունը,
Մեկի աղջկան հարս են տանում, կա, չէ, հիանում ավանդույթ կար Կարմիր խնձորի, հաջորդ օրը աղջկա հորտում բերում են տանձ։ Ասում եմ, բայց տանձ ինչ, ասում է, ճիշտ է, ձեր աղջիկ չէր, բայց մեր տղու տանձ ինչ էր։ Հիմա Նիկոլ Փաշինյան ասում է, որ լսում եք Զանգեզուրի միջանց։ Այդ մեր մասին չի։ Բանի տեղ մի դրեք։ Դա մեր մասին չի, Ալիևը հոգեկան է։ Բայց այդ հոգեկանի հետ ինքը բան անում, չէ, հարաբերություններ պահում, այս վերջերս արդեն օգոստոսի 8-ից հետո մեր երբ որ գործնականում գա հասնենք նրան, որ այսպես կոչված է Զանգեզուրի միջանցքը 10 Սյունիքում, կասի ախպեր Սյունիքը մերը չի, որ լսում եք Սյունիք։ Այդ մերը չի արդեն ես բազմիցս ասում։ Գարեգին Նժդեհը պրովոկացիա արեց, գնաց այդ Սյունիքը պաշտպանեց, թույլ չտվեց թուրքերի մեջ։ Մեր քաղաքացիների մեծ մասին մեր երկրի քաղաքացիների մեծ մասին Նիկոլ Փաշինյանը 5 րոպեվա մեջ 5 րոպեն էլ շատ 3 րոպեվա մեջ կապացուցի, որ պայմանական Բարթուղի Մեսյանը ինքը չի, այդ մարդը չի։ Ու այդ անձնագիրը որտեղ որ գրված է, որ ինքը Բարթուղի Մեսյանն է, դա հեչել անձնագիր չի, անգամ այդ նկարն իրենը չի։ Դու հայլու մեջ նայում ես, տենում ես այդ նկարի մեջի մարդուն, այդ հայլին քեզ խափում է։ Դու Բարթուղի Մեսյանը չես, այդ անձնագիրը քոնը չի, ավելի որ ուզում ես այդ արդեն անձնագիր էլ չի։ Նիկոլ Փաշինյանը այդ իր մանիպուլյացիաներով, իր ստախոսությամբ, իր կեղծավորությամբ, իր նենգությամբ բոլորին կհաղթի։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ երբ որ մենք տեսնում ենք արդեն շատ առիթներ են եղել, մի ինչ որ առիթով, ասենք իր թիմակիցներից մեկը մի հիմար բան է գրել իր սոցցանցի էջում, դա մի քանի օր Հայաստանում քննարկվել է, այնտեղ չեմ անում, արգահատել են, պախարակել են, հայհոյել են, ես շատ գիտեմ անիծել են եւ այլն, բայց այդ արանքում ինքը մի ինչ որ տամարտի գործողություն, ինչ որ զզվելի բան արել է։ Հիմա, քանի որ բոլոր հնարավոր տեղերում արդեն ինքը ծխածածկույթը օգտագործել է, այդ ծուխը օգտագործել է, մնացել է մենակ եկեղեցու դեմ արշավը ու ինքը այդ եկեղեցու դեմ արշավի կրակը այսպես անթեղված անընդհատ պահում է։ Մի օր մի ձայնագրություն, մի օր մի տեսագրություն, մի օր մեկին կկանչեն հեռուստատեսություն, մի օր մեկին կտանեն ռադիո, մի օր մեկը փողոցում լայվ կանի։ Դες փոքր բաներով անընդհատ այդ կրակը անթեղված կպահեն, պետք է գա ժամանակ կբորբոքեն, դրա ծխածածկույթի տակ մի ստոր գործողություն կանեն, մի դավաճանություն կանեն։ Սպասենք տեսնենք ինչ են անում։ Ես չգիտեմ արդեն հաջորդին էլ ինչ ստորություն կարելի է, չնայած ինքը արդեն անոնսը տվել է, որ եթե կա թրիփը, եթե մենք գնում ենք այդ ծրագրի մշակմանը, բնականաբար սահմանազատման առաջիկա գործողությունները պետք է լինեն այդ տարածքում։ Այսինքն մենք սկսեցինք Հանրապետության հյուսիս-արևելքից, սահմանազատումը Կիրանցի, չէ՞, ոսկեպարի եւ այլն։ Ըստ տրամաբանության դա պետք է շարունակվեր ու վերջում հասներ Սյունիք, չէ՞, հիմա գուցե Մարտուզմը Սևլիչ է հետ բերել։ Սևլիչը նույնիսկ Սևլիչի այն մի հատվածը, որ ոնց են ասում, միավորված ազգերի կազմակերպության բոլոր մատյաններում ու եսին որ գյուղի ծխամատյանում որ գրածա որ դա մերն է Հայաստանի Հանրապետությանն, արդեն դա էլ մեր ազգովության տակ չի։ Ես մի քանի բլոգերների մոտ ու մի քանի տելեգրամյան ալիքներում տեսել եմ այն քարտեզը, որտեղ այսինքն արբանյակային նկարները, որտեղ տեղադրված են ադրբեջանական դիրքերը ու Սևլիչն ամբողջությամբ նրանց ազգովության տակ է։ Ոչ մի Սևլիչ։ Դե գնան տառապեն, ըստ ձյունը եկել նստել է այդ Սևլիչի։ Ուներ պետք տարին 12 ամիս այնտեղ ձյուներ։ Ու ես մտածում եմ, որ հաջորդ ստորությունը դա լինելու է Սյունիքի հարավում, այսպես պայմանական սահմանազատում, որը հետո մեզ կարժենա, օրինակ ասենք, ոչ հայկական անցակետ, ոչ հայկական մաքսակետ եւ այլն։ Այսինքն սպասենք հաջորդ ստորությանը։ Ես կարծում եմ, համենայնպես գործողությունների տրամաբանությունը ինձ բերում է նրան, որ եկեղեցու ու եկեղեցականների դեմ հերթական արշավը ծխածածկույթ է մի նոր դավաճանության ու մի նոր ստորության Նիկոլ Փաշինյանի կողմից։ Աստված որ չհաստատվեն ձեր մտահոգությունները, մեր մտահոգությունները։ Գիտեք, այսպեսի բան կա, մեր ժողովուրդը վերլուծաբանների, քաղաքագետների, մենք որպես հանրություն ոչ մի բան չենք անում, Աստված է մեր հույսը։ Մեր ժողովուրդը վերլուծաբանների, քաղաքագետների ու ընդհանրապես այսպիսի խոսակցություններ տանող մարդկանց նկատմամբ մի տեսակ արգահատելի վերաբերմունք ունի ու
Չգիտես ինչու, նաև մեր քաղաքական գործիչները ու մեր վերլուծաբանները խուսափում են ասել կանխատեսում բառը, որ ես կանխատեսում եմ այսպիսի բան, ես մտածում եմ, որ դա կլինի այսպես, բայց ես վստահ եմ, որ բոլոր իրոք լուրջ մտածող վերլուծաբանները, քաղաքագետները եւ մեր ոլորտի, ասենք լրագրողներ, հրապարակախոսներ եւ այլն, շատ ժամանակ նրանք երբ որ ինչ-որ միտք են արտահայտում, մատները խաչ են անում։ Դա Որ չկատարվի։ Շնորհակալ եմ, պարոն Սարիբեկյան, Խնդրեմ, հետաքրքիր հաճույք զրույցի համար ես շեշտեմ զրուցում եմ Էդուարդ Սարիբեկյանի հետ, ցտեսություն կհանդիպենք։